Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ինչպես եւ խոստացել է, իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես ազգակործանը շարունակում է հայտարարել խաղաղության մասին, 4-րդ հանրապետությունն է բերել, էլի ու ինչ որ абսուրդ հայտարարություններ է արել, որ ուրեմն արդեն մենք քաղաքականապես ազատագրվել ենք 30 տարի այդ բեռեր ազատագրվել ենք սոցիալ-հոգեբանական այո հարցն է մնացել Արցախի հետ կապված չգիտես ինչի ինքը այս կողմից ինչ որ այդ սերը շարունակում է արդեն 7 տարի կամ մի քիչ պակաս միակողմանի մնալ որովհետև կամ այդ խաղաղությունը որ ինչի մասին ինքը խոսում է մենք տեսանք որ Ադրբեջանում ինչ էր տեղի ունենում նոյեմբերի 9-ին ընթառաջ հաղթանակի մեծ շքերթ էր եւ ինչպիսի խոսքեր ասաց Էրդողանը եւ Ալիևը խնդրեմ այո Նիկոլ Փաշինյանը հասարակությանը այսինքն հասարակության իր սեգմենտին շարունակում է ուտացնել խաղաղություն fake բառը իսկ Ադրբեջանը եւ նրա դաշնակից Թուրքիան շարունակում են իրենց ռազմատենչ քաղաքականությունը եւ այսպես խաղաղության գնացող Ալիևը նոյեմբերի 8-ին իրենց բնորոշմամբ հայրենական պատերազմում ոսոխին հայերին տարած հայերի հանդեպ տարած հաղթանակի պարադեր հրավիրել եւ այդ պարադում ինքը հատուկ այնպես էր կազմակերպել որ տրիբունայում հաղթական տրիբունայում որտեղ մեծ LED էկրանների վրա գնում էին կադրեր հայերին նվաստացման գնում էին կադրեր իրենց հաղթանակի պուրակից որտեղ հայ զինվորի մանեկեննա սարքած չոքած ադրբեջանցու ոտքը պաչելուց Ալիևը ահա այդ հաղթանակի պարադի ամբիոնին տրիբունային պաշտոնական հարթակին իր կողքը կանգնեցրել էր հատուկ հայերին գլխատած մարդասպանների Ալիևի հետ հաղթական տրիբունային կանգնած էր օրինակ Իբաբ Հուսեյնովը ով ուղիղ եթերում գլխատել էր Արցախցի Մարտունու շրջանից Ռոբերտ Բաբաջանյանի գլուխը ողջ Արցախցու գլուխը ուղիղ եթերում գլխատել էր այդ գլխի հետ գլխատված նկարել էր եւ դա տարածել էր սոցիալական ցանցերում հիմա այդ Իբաբ Հուսեյնովը Ալիևի կողմից նշանակվել է օկուպացված Արցախի Մարտունու ռեգիոններից մեկի ղեկավար եւ որպես Ադրբեջանի ազգային հերոս Ալիևը նրան կանգնեցրել էր նոյեմբերի 8-ի հաղթական պարադի տրիբունայում իր կողքի շարքերում ահա այսպես է Ադրբեջանը գնում հաղթանակի հիմա կցիտեմ մի քանի դրվագ Ալիևի ելույթից Ալիևը հայտարարեց շատ էին հայերը ասում որ գնալու ենք Բաքու թե խմելու իրականում այո իրանք եկան Բաքու թե խմելու նրանց ռազմական տեխնիկան հենց հիմա ցուցադրվում է հաղթանակի այս պարադում իսկ նրանց հանցագործները նկատի ունենալով Արցախի քաղաքական էլիտային այո մենք նրանց թեյ տալիս ենք մենք նրանց ադրբեջանական թեյ ենք տալիս Բաքվի բերդում ահա այսպես հերթական անգամ նվաստացրեց Հայաստանը եւ հայերին Նիկոլի հետ խաղաղության գնացող Ալիևը եւ իդեպ քանի որ նախորդին Նիկոլ Փաշինյանը ինչ որ անընդհատ ոնց նայեցի այդ օրը լավ չէր քնել որտեվ լուսադեմից անընդհատ ինչ որ ստատուսներ էր երկնում ասում էր որ միջև 18 թվականը մենք զենք սպառազինություն չենք ունեցել որ մեր ռազմավարական դաշնակիցը մեզ ոչինչ չի տվել տվածն էլ մետալալոմ է եղել հիմա Ստիպված եմ ցիտել նորից Նիկոլի Կիրթ բարեկամ Ալիևին եւ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները, ովքեր 20 թվականի արյունալի պատերազմից հետո հայտարարեցին, որ ադրբեջանական բանակը ոչնչացրել է հայկական ուշադրություն 4.8 միլիարդի հզորագույն սպառազինություն ոչնչացրել է 1.5 միլիարդ
դոլարի սպառազինություն է մենք վերցրել ենք որպես ռազմավար եւ այդ ռազմավարի լավագույն նմուշները նոյեմբերի 8-ին ցուցադրվում էր Բաքվի պարադում կրկնում եմ Ալիևն է հայտարարել 4.8 միլիարդ դոլարի սպառազինություն ոչնչացրել ենք 1.5 միլիարդ դոլարի սպառազինություն էլ հայկական բանակի մենք որպես տրոֆեյ որպես ռազմավար վերցրել ենք եւ դա ցուցադրվում էր նոյեմբերի 8-ի պարադին իդեպ նույն օրերին երբ որ հայաթափվում էր Արցախը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ինքը հայտարարեց որ մենք շոկի մեջ ենք Արցախը եղել է ռեգիոնի ամենառազմականացված գոտին Նիկոլետ Մետալալոմը այն որ Հորդանանից 30 միլիոն դոլարի իբր զենք արակ, իբր հակաօդային պաշտպանության իրականում դա էր մետաղի ջարդոնը եւ որպիսի Հորդանանը լրջագույն գումարներ չծախսի այդ մետալալոմը ոչնչացնելու համար 30 միլիոն դոլարով այդ մետալալոմը ծախեց Հայաստանի վրա մետալալոմեր են սու 30-ները, որոնց վրա հսկայական գումարներ ծախսեցիք եւ պարզվեց, որ դրանք բերվել են ընդամենը քո սելֆի անելու համար, որովհետեւ այդ սուերը մարտական ռազմագլխիկներ չեն ունեցել, իսկ թե ինչքան զենք է ունեցել Արցախը, կրկնում եմ, դա ասել է Ալիևը 4.8 միլիարդը ոչնչացրել ենք, 1.5 միլիարդ դոլարի էլ վերցրել ենք որպես տրոֆեյ, ավելին, երբ նոր է իր զավթել իշխանությունը, Սարդարապատում դու ինքդ հայտարարեցիր, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենահզոր եւ ամենամարտունակ բանակն է, այն պազիկ օպերացիայից հետո էլ 71 մարտական խաչ ես բաժանել քո իսկ ձևակերպմամբ հզոր հայկական բանակի զինվորներին եւ սպաներին համեմատության համար ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան երեքը միասին իրանց պաշտոնավարման ընթացքում այդքան մարտական խաչ չեն տվել, որքան մեկ օպերացիայի համար միջդիրքային մի տարածքի համար, որի անունը հետո դրվեց Պազիկ օպերացիա, Նիկոլը տվել է իր բնութագրմամբ տարածաշրջանի ամենաուժեղ, ամենամարտունակ եւ ամենահզոր բանակի զինվորներին եւ սպաներին։ Մի ուշագրավ բան կար նաև երրորդ նախագահի հարցազրույցի մեջ, երբ որ խոսեց ցուցակի մասին։ Այո։ Իհարկե դրա մասին շատ է խոսվել, որ Նիկոլն է հանձնել, Նիկոլն է պատասխանատու, շատ էսի կարծիքներ են լսել, բայց այստեղ երրորդ նախագահի կողմից արդեն ինչեց ավելի մանրամասն ներկայացեց, որ իսկապես այդ հնարավորությունը իրենք ունեին, նախ ինչու այդ ճանապարհ ընտրեցին եւ մինչեւ 99.9% հայությունը դուրս չեկավ, իրենք այնտեղից դուրս չեկան եւ բացի այդ, իհարկե զարմանալու հարցեր կա, օրինակ Սամվել Բաբայանը եւ ոչ միայն վերջին կամ մյուս պաշտպանության նախարարները, գեներալները, այդ ինչպես եղավ, որ կարողացան դուրս գալ, բայց այս անձինք հայտնվեցին Բաքվի բանտում։ Ուրեմն շատ կարևոր հարց եք բարձրացնում, որին ես ուզում եմ մի քիչ հանգամանալից անդրադառնալ, որովհետև գիտեք, որ դատական process-ը Արցախի քաղաքական էլիտայի Բաքվի ռազմական դատարանում արդեն ավարտվել է, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի դատական process-ի եւ հիմա այս օրերին գնում են արդեն վերջին կողմերի վերջին խոսքը եւ վերջին խոսք բնականաբար կտրամադրվի Արցախի քաղաքական էլիտային եւ ցավով պիտի ասեմ ինչպես հայտարարեց Յուսուլ այսպես կոչված մեղադրողը Ադրբեջանի պետական մեղադրողը նրանց բոլորին վերագրվող ուրեմն հոդվածներով նրանք ճանաչվել են մեղավոր, այսինքն ես նայել եմ Ադրբեջանի
ուրեմն քրեական օրենսգիրքը, ինչում մեղադրվում է Արցախի քաղաքական էլիտան եւ պիտի շատ վատ բան ասեմ, ավելի քան վստահ եմ, որ առաջիկա օրերին, երբ որ կհրապարակվի վերջնական մեղադրական վճիռը, նրանք բոլորը դատապարտվելու են պատժի առավելագույն չափով, դատապարտվելու են ցմահ ազատազրկմամբ, նույնը Ռուբեն Վարդանյանը, որի դատական վճիռը դեռևս գնում է, եւ այո, երրորդ նախագահը հրապարակեց մի փաստ, որ եղել է նախնական ցուցակ, թե Ադրբեջանը ում պիտի կալանավորի, ում պիտի չկալանավորի, չեն կալանավորվել օրինակ գործող պաշտպանության նախարարը, չի կալանավորվել Վիձիծիլի սպարծիվկով եւ թրաշած բեղերով Հակարի կամուրջը անցած Սամվել Բաբայանը, բայց դրա փոխարեն կալանավորվում է Սամվել Բաբայանի իբր 90-ականների սկզբին վարորդը Վագիվ Խաչատրյանը, որի 70-ամյակը լրացավ օրեր առաջ Բաքվի Բերդում եւ Վերան աղջիկը, որի հետ ես մշտապես կապի մեջ եմ, շատ հուզիչ կերպով շնորհավորել էր իր տարեց հոր ծնունդը եւ այո իրապես բազմաթիվ են տեղեկությունները եւ ես խոսել եմ նաեւ Արցախի այն падգամավորների հետ, ովքեր վերջի օրերին, վերջի ժամերին են դուրս եկել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի եւ մյուսների մոտից, այո, նրանք պնդում են, որ բազմաթիվ առաջարկներ ա եղել Արցախի քաղաքական էլիտային լքել Արցախը, առաջարկ ա եղել անտառներով նրանց հանել դուրս, բայց նրանք բոլորը պատասխանել են, որ ոչ, միջև վերջի արցախցին չանցնի Հակարի կամուրջը, մենք մնալու ենք եւ դուրս չենք գալու, իսկ այն, որ եղել է ցուցակ եւ ինչպես երրորդ նախագահը նշեց, շատ մեծ կասկածներ կան, որ ցուցակը ճշտվել է նաեւ Հայաստանի ներկա կառավարիչների հետ, թե ով պիտի գերեվարվի, այո, ամեն ինչ հնարավոր է եւ գալու է ժամանակը, մենք այդ ամեն ինչի մասին իմանալու ենք, այո, այսինքն այն մարդիկ, որ վերջնական բանը խանգար էին Արցախի թեմայի փակման, այդ մարդկանց ուղարկեք այստեղ, որ թեման վերջնական փակեն, որովհետեւ տեսեք ինչ մարդիկ են այսօր, երբ որ Նիկոլը իր ամոթ խոսքով է թիմը վերջնական ամեն ինչով առավոտ ու գիշեր երթում պատառ Էրդողանի Ալիևի արչեւ, որ ես էլ ինչ անեմ, ես հրաժարվել եմ Արցախից, ես ասում եմ, որ քաղաքական այդ հարցը 30 տարի եղել է, ես լուծել եմ այդ հարցը, սոցիալ հոգեբանական այդ հարցն է մնացել, բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն ասում է Արցախի թեման փակված չի։ Դուք պատկերացնում եք, ես ինչ մարդիկ են, պատկերացնում եք։ Այո, Ռուբեն Վարդանյանը, ով գիտի, որ այդ բարի համար ինչ կարող են անել եւ կամ ինչ են արել։ Ռուբեն Վարդանյանի հետ եւ մյուսների հետ մի հատ նայեք, այս մարդկանց դեմքին մի հատ մահա, հայացքի մեջ մակա, ինչ սարսափի միջով են անցելու, անցնում եւ ինչ է սպասում, ասում են Արցախի թեման փակված չի կամ ինչ էին անում Լևոն Մնացականյանի հետ եւ Լևոն Մնացականյանը ոնց է պատասխանել։ Բա դու այսօր առոք փառոք նստած առավոտ ու գիշեր Արցախը հանձնում, Արցախից է հրաժարվում, հəլևենակ Արցախով լիներ, կարող է շատերին ասեին դե լավ է, չէ, մի հատ է Սևանա պատրաստում հանձնել։ Հիմա վերադառնանք, ահա, հենց այդ կարևոր խնդրին, նախ միջև անկլավների խնդրին, որը Նիկոլ Փաշինյանը կրկին անկլավները նկատի տեղեկացնեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն են, խոսքը Տավուշի 3 գյուղերի մասին է եւ խոսքը Տիգրանաշենի Քյարքիի մասին է եւ ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը 2 օր առաջ հայտարարեց, առաջիկայում Ադրբեջանը ստանալու է եւ մեր օրակարգում է, ինքը ասեց Ղազախի 3 գյուղերը, խոսքը Տավուշի 3 գյուղերի մասին է, որոնք կրկնում եմ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք են եւ որը Տիգրանաշենի մասին է, որը առաջիկայում այս իշխանությունը հանձնելու է Ադրբեջանին, բայց ուզում եմ այստեղ, քանի որ վստահ եմ, որ չեք լսել, ցիտել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեին, ինչ ասաց Փաշազադեն,
մի քանի օր առաջ ըստ էության Փաշազադեն հայտարարեց, բացահայտեց Ադրբեջանի պլանը, իսկ այդ պլանը թուրք-ադրբեջանական տանդեմի պլանը Հայաստանի ոչնչացումն է։ Խոսելով հայ առաքելական եկեղեցու դեմ, Փաշազադեն բառացի ցիտում եմ Փաշազադեին, որ նիկոլական ոհմակը չասի սուտա, չկա նման բան։ Փաշազադեն հայտարարեց, ինչ ա ուզում հայ առաքելական եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին ուզում ա, որ երբ որ չլինի Հայաստան, այսինքն ասում ա, որ մեր ծրագիրը Հայաստան չլինելն ա, եւ հայ առաքելական եկեղեցին ուզում ա, երբ որ Հայաստան չլինի, ինքը Վատիկանի նման, որպես եկեղեցի պետություն շարունակի գոյություն, որ Հայաստան չի լինելու, շարունակի գոյություն ունենալ ադրբեջանական հողերում եւ Էջմիածիններ պատկերացնում եք, այսինքն ասում են, որ ձեր երազներում անգամ չպատկերացնեք, որ կարող չէ, որ կարող անգամ մի հատ հոգեվոր կենտրոն թողնենք։ Եթե ասենք ինչ որ տեղերում բան Թուրքիայում բան թողել է, մոռացեք, Հայաստանում էլ մայր տաճարի հետքն էլ էս են անասունների համար, այն հատուկ անասունների, որ ասում են, դե սա վեհափարի դեմ է, սա միայն վեհափարի այդ խմարներ, սա հիմնարար հայ առաքելական եկեղեցին քարուքան դանելու ավիրելու դեմ համար է, դրա համար արում ես ամեն ինչը, ոչ թե վեհափարի դեմ է, ու ինչ որ երեկ էլ գնացել էր այնտեղ ինչ որ մարդիկ, իմիջիայլոց դրանցից մեկը կենտրոնի թաղապետի հայր են, որ խոսում էր, ասում էր իբր եղբայրս թաղված, հետո շատ կարճ րոպեներ հետո բացահայտեց, որ կենտրոնի թաղապետի հայրը գնացել այնտեղ բան պաշտպանում, ասում է դե կաթողիկոսի դեմ է, մենք սենց իրա դեմ, բա ինքը չգիտեմ, բանը։ Սա կաթողիկ, այս արշավը, որ այս իշխանությունը սկսել է հայ առաքելական ու չարթարացնեք ձեզ, որ իբրև թե կաթողիկոսի դեմ է։ Անունը դրել են կաթողիկոսի դեմ, կրկնում եմ, Ալաշուքյուր Փաշազադեն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, հայ առաքելական եկեղեցին ուզում ա, որ երբ որ չլինի Հայաստան, այսինքն ասեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը Հայաստան վերադարձնելն է, ասում է հələ տեսեք, հայ առաքելական եկեղեցու նպատակն է, որ Վատիկանի նման որպես պետություն եկեղեցի մնան ադրբեջանական հողերում, Էջմիածինն էլ ասում է դա ադրբեջանական ու Էջմիածինն է, դա մեր պատմական հողերն է, ավելին նորից ցիտեմ Ալիևին, ով նախորդին կրկին հիշացրել էր 13 թվականի իր ելույթը, որտեղ Ալիևը ասում է 1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կողմից ադրբեջանական Երևանը նվիրաբերվեց Հայաստանին, դա մենք չենք մոռացել, դա որևէ մեկը չի մոռանալու, այսինքն Ալիևը ասում է, որ Երևանը դա ադրբեջանական հող է եղել, որ 1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը նվիրաբերել է Հայաստանին։ Հիմա հարց ձեզ Տիկին Զոհրաբյան, երբ որ ինքը այսպես հայտարարում էր Արցախը ադրբեջանական եղել, որ իշխանության Նիկոլներ եւ իր թիմը ով խանգարեց որ վերցնի, ոչ մեկ։ Երբ որ ինքը ասում էր Իրանցի SS հատվածները ադրբեջանական է եղել, ով խանգարեց որ ոչ մեկ վերցրեց։ Երբ որ ասում էր Սյունիքի այս հատվածները մերն ա եղել, այդ բարձունքները մերն ա եղել, Ջերմուկի բարձունքները, ով խանգարեց որ Նիկոլի իշխանությանը, ոչ մեկ։ Հիմա որ ինքը ասում է Սևանը մերն է, ոչ մեկ չի խանգարելու։ Տիգրանաշենը մերն է, ով է խանգարելու։ Երևանը ասում է մերն է, որ դուք սենց բան եք երազների մեջ ընկած իբրև թե Երևանը մնա, չգիտեմ ինչ, ով է ձեզ խանգարելու։ Ալիևը չասեց մի քանի օր առաջ։ Նոր ասել է, նոր։ Երևան մենք մտնելու ենք, նոր մի քանի օր առաջ ասեց հայեր մի վախեցեք։ Երևան մենք տանկերով չենք մտնելու, Երևան մենք մտնելու ենք մեքենաներով, Ալեն Սիմոնյանն էլ ուրախացած ասեց, ասում է դե տեսակ հո չասեց տանկերով ենք գալու։ Չէ, դա ներքին լսարանի համար ասում, ես էլ ասում եմ ներքին լսարանի համար, ասա հեսա ես ու մամաս կթքենք հեսա քո վրա։ Այո, Ալիևի ճակատը։ Մի հատ էլ հայոյանքի բան ցույց կտա մամաս, այդ կտիկիմ նոր կիմանաս ինչա։ Մամատ էլ մի հատ sense մատ ցույց կտա։ Բայց չի անում, թող մի հատ ցույց տա տեսնենք։ Իմիջայլոց հիշում եք, չէ՞, Մակունցին որ փառավորված ասում էր Թուրքիան չի մասնակցում
մասնակցի երբեք բան կլինի։ Բա փառավորվել է, այս դուք մեջբերում արեցիք Ալիևից, Էրդողանը փառավորված, հպարտության զգացումով Ղարաբաղի ազատ թուրքական աշխարհի հաղթանակն։ Այո, Ղարաբաղի հաղթանակը ոսկե տարերով է գրվելու թուրքական աշխարհի պատմության։ Բան ունեք ասելու այդ Մակունցին, հիմա էլ գլխավոր խորհրդական է։ Հիմա անդրադառնում եմ մի կարևոր խնդրի եւս, այո, դուք տեսաք չէ, որ նոյեմբերի 8-ին Բաքվի պարադին, հայերի նվաստացման հերթական պարադին մասնակցում էր նաև Էրդողանը, ով հայտարարեց, որ հայերի դեմ ադրբեջանցիների հաղթանակը ամբողջ թուրքական աշխարհի պատմության մեջ ոսկե տարերով պիտի գրվի։ Ուշադիր եղեք, սա մեր ընդհանուր պատմության մեջ է գրվելու ոսկե տարերով։ Եվ այսպես հիմա անդրադառնամ մի քանի այլ հայտարարությունների ի պատասխան նրան, որ Նիկոլ Փաշինյանն ասում է ինչ էլ ասեն, մենք գնալու ենք խաղաղության եւ այսպես Միլի Մեջլիսի իշխող Յենի Ադրբեջան կուսակցության падգամավորը օրեր առաջ հայտարարեց, որ եթե Հայաստանը շարունակի Զանգեզուրի միջանցքի հարցում Ադրբեջանի պայմանները չկատարել, ապա մենք ուժով կվերցնենք Զանգեզուրի միջանցքը։ Եթե ձեզ թվում է, որ Միլի Մեջլիսում կարա լինի падգամավոր, որը առանց Ալիևի հետ ճշտելու սեփական կնոջ հետ մտնի անկողին, դուք խորապես սխալվում եք։ Այս ամենը, ինչ հայտարարում է նաև նախորդին հայտարարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, որ չեն ստանա հայերը խաղաղության որևէ պայմանագիր, մինչև չկատարեն Ադրբեջանի բոլոր պայմանները, իսկ պայմաններից մեկը շարունակում է մնալ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, որը մինչև որևէ թուղթ ստորագրելը Հայաստանը պիտի կատարի։ Ու եթե այսքանից հետո ուրեմն կան մարդիկ, ովքեր որոշել են իրենց խաբել եւ հավատալ ֆեյք խաղաղությանը, ինչ ասեմ, շարունակեք զբաղվել ինքնախաբեությամբ։ Համի падգամավորի էլ ցիտեմ Ռասիմ Մուսաբեկովը, էլի Յենի Ադրբեջանից, ինչ է ասում, դե տեսեք ինչքան է ինքը թքում Հայաստանի Հանրապետության ընտրողի եւ քաղաքացու վրա, որ ասում է, որ առաջիկա ընտրությունների ելքը Հայաստանում մեծապես կախված է Ադրբեջանից։ Պատկերացնում եք, ասում է Ռասիմ Մուսաբեկովը, Միլի Մեջլիսի падգամավոր, ուզենանք, ասում է Նիկոլը կընտրվի, չուզենանք չի Իսկ Ալիևը չասեց, որ մենք մեծ դեր ենք ունեցել Նիկոլենց իշխանության գալուց, ինչ ասել Ալիևը, ասեց, որ 18 թվականի իշխանության փոփոխության մեջ Ադրբեջանը շատ մեծ դերակատարություն է ունեցել։ Հիշում եք, չէ, մի քանի օր առաջ էլ ուրեմն նրա արտաքին գործերով ուրեմն Հիկմետ Հաջիևը խորհրդականը սկսել է շատ տարօրինակ անկեղծ փակագծեր բացել։ Փակագծերից մեկը, որ օրեր առաջ բացեց Հիկմետ Հաջիևը, նա էր, որ առաջի անգամ, երբ որ հանդիպեցին այն հայտնի վերելակում եւ կրկին խոսք է գնացել Արցախի մասին, Նիկոլը ասել է, չէ, ես չեմ կարա հիմա տենց բան անեմ, ինչ է ուզում եք, որ ինձ սպանեն, ինչին իպա հայերը սպանեն, հայաստանցին ինչին ի պատասխան Ալիևը ըստ Հիկմետ Հաջիևի ասել է, դե մենք ընդհանրապես որևէ մեկի մահը չենք ուզում, բայց մենք տեսնում ենք, որ վերջնարդյունքում այն ինչ խոսել են այդ վերելակում իրականություն դարձավ, Նիկոլը հանձնեց Արցախը եւ շարունակում է պաշտոնավարել, բերթերը լցնել քաղաքական բանտարկյալներով, ով ծպտուն ահանում, ով այսքան հեղինակություն ունի Մասիսի քաղաքապետը, Գյումրու քաղաքապետը, տեսնում ենք ինչ տերոր է հիմա կատարվում Սրբազանների, ինչը, երեք սրբազան փակված է, երկուսն էլ ծանր հիվանդություններ ունեն, երկուս, եւ Բագրատ Սրբազանը եւ Աճապահյանը եւ Բագրատ Սրբազանը։ Ես պիտի խնդրեմ սա մասին խոսեք, Տիկին Զորաբյան, տեսեք, ուժեղ մարդիկ, մենք այսպես ներքին ուժ ունեցող մարդիկ իրենք բան են անում, չէ՞, դիմադրողականությունը գոնե առերևույթ շատ պինդ։ Հիմա այս մարդիկ ասենք թե իրենք
չեն հանրայնացնում, չեն հրապարակում նրան, որ իրենք ունեն լուրջ հիվանդություններ եւ խնդիրներ։ Ես չգիտեմ, սա նաեւ մեր խնդիրը չի, դիքին զարգանում։ Մենք պիտի բարձրաձայնենք սրա մասին, հատկապես որ մենք միասին այդ բանը ճանապարհն անցել ենք, հիշում եք մեր ընկեր, մեր բարեկամ Արմեն Գրիգորյանը եւս լուրջ հիվանդություններ եւ խնդիր ուներ Արմեն Գրիգորյանը, էլի այդպես բարոյական բարձր ունեցող մարդ էր, լռում էր դրա մասին, չէր խոսում եւ մեզ էլ լռեցնում, հա, մեզ էլ ասում են մի խոսեք դրա մասին։ Հիմա դուք նույն բանը նաև տարածում եք սրբազանները, մենք դի բարձրաձայնենք դրա մասին, որ երկու սրբազանները լուրջ խնդիր ունեն առողջական եւ նաև Գյումրու բարեբախտաբար իր փաստաբանը Զարուհի Պոստանջյանն է։ Հիմա քիչ հետո կգա այստեղ եւ խոսենք մենք դրա մասին։ Լուրջ խնդիր ունի նաև Վարդան Ղուկասյանը։ Ես խնդիր չունեմ այդ մասին չխոսելու։ Միքայել Սրբազանը ունի քաղցկեղ, իսկ Բակրատ Սրբազանը ծանրագույն ուրեմն խնդիրներ ունի բարձր ճնշման եւ դիաբետ, շաքարային դիաբետի հետ կապված այնքան որ Բակրատ Սրբազանի կոմայի մեջ էր եկել Բակրատ Սրբազանը, մոռացել եք որ ինչ վիճակում էր 10 օր հիվանդանոցում պարկես ծանր ծայրահեղ վիճակում, ես ինչ բան է, մարդասպան եք դուք, ինչ եք, դահիճ եք։ Սա ուղղակիորեն սպանություն է, սա այս մարդկանց ուղղակիորեն սպանում են բերդում, այս մասին պետք է խոսել։ Չէ, եւ դա ուժեղ լինելու բան չէ, որ ասենք, երևի իրենց ասում են դուք ցույց տաք, որ ուժեղ է, հա, հասկացանք ուժեղ են, հասկացանք այդ մարդիկ գիտակցում ունեն, որ Հայաստանը պիտի ազատագրվի եւ իրենք պիտի պայքարեն, բայց ոչ իրենց կյանքի գնով, այս բան, իրենք մեզ պետք են այդ մարդիկ, այդ սրբազանները մեզ պետք են առողջ։ Միանշանակ այո, եւ մենք պիտի խոսենք այդ մասին, որ այո, Միքայել Աջապահյանը քաղցկեղ ունի, Բակրատ Սրբազանը շատ ծանր շաքարային դիաբետ ունի եւ այդ մարդկանց կալանքը բոլոր միջազգային կոնվենցիաներով, ես այլևս խոսում եմ այստեղ որպես մարդու իրավունքների նախկին հանձնաժողովի նախագահով, հրաշալի տեղյակա միջազգային բոլոր կոնվենցիաներին, նրանց ուրեմն ունեցած հիվանդությունները բոլոր օրենքներով, միջազգային բոլոր կոնվենցիաներով անհամատեղելի են կալանքը որպես պատժի միջոց կրելու հետ եւ սա օր առաջ ժամ առաջ պիտի վերանայվի։ Երկու սրբազանները եւ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ։ Այո, չենք ուզում, որ մենք տեսնենք, թե ինչպես են սրբազանները մահանում ուղիղ եթերում, ինչպես դատարանի դահլիճում, իմ աչքի առաջ 37 վայրկյանում գիտես նրա գուցե մարդ կա շատ ճիշտ է նկատել երկրորդ նախագահը այս մարդու մեջ չարություն այնքան շատ ասես հորդում դուրս է գալ գուցե ինչ որ մարդ կա որ գերագույն հաճույք է ստանում որ բանտում է եւ այդ մարդիկ մահանում են հա դատարանում են մահանում կամ այնտեղ են մահանում ի վերջո մի խայտարակ թիվ է չէ 58-59 մահ կա այսօր կալանավայրում այսպիսի բան չի եղել երբեք էլ չեմ ասում սրբազային այն ինչ որ տարածում է ընտրված մարդուն մարդկանց կողմից ընտրված քաղաքապետին է խոսքը վերաբերվում եւ չգիտեմ դուք առիթ ունեցել եք խոսելու թե չէ Զախարովան էլ ասեց աբսուրդ է չէ Եվրոմիության առավոտի գիշեր ընկած Եվրոմիության միանալու մասին եք խոսում այո նախագիծ եք ընդունում դա շպիոնաժ չի ընկալում դե դա ծիծաղելի է ցավոք սրտի Ես նորից պիտի արձանագրեմ այն ինչ որ ասել եմ մեր փրկությունը մեր ձեռքերում է եւ վերջում ուզում եմ մի խնդրի մասին եւս խոսել որ շատերը ասում են չէ հնարավոր չի դե ոնց կարա 300,000 ադրբեջանցի գա միայն 2025 թվականին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ֆինանսավորել է 51 միջազգային ծրագիր կրկնում եմ 51 միջազգային ծրագիր Բելգիայում Գերմանիայում Եվրոպական միության բազմաթիվ երկրներում որոնց նպատակն է առաջ տանել վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան թեզը եւ պատահական չէ որ Ալիևը ինքը հայտարարեց Արցախը օկուպացիայից ազատելուց հետո մեր հաջորդ թիվ 1 օրակարգը 300,000 ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, մեր պատմական հողեր, իրենց պատմական հայրենիք, իսկ մի քանի օր առաջ Բաքվում տեղի ունեցած մեծ վերադարձ քննարկման ժամանակ որպես ազգային պետական ծրագիր հռչակվեց
մեծ վերադարձ դեպի մեր պատմական հողերը, դեպի Արևմտյան Ադրբեջան ծրագիրը, ես ինչի եմ սա ասում, որովհետև ինքս եմ վերջերս վերադարձել միջազգային կառույցներից, բոլոր այդ կառույցներում Ադրբեջանը այդ քեյսը դրել է ադրբեջանցիների վերադարձի եւ շատ խորաման կորակարգով է դրել է որպես հումանիտար, որպես մարդասիրական քայլ, ասում է, բա իրա հայրենիքն է ուզում գնա, իրա պապերի, իրա տատերի գերեզմանն է ուզում գնա, այո, իրանց էլ պիտի հասկանան, այո, եւ ասեմ ձեզ, որ ունենալու է հաջողություն, որովհետեւ միջազգային նորմերին համապատասխան շատ գրագետ բերելու են։ Չկա այդպիսի բան, երբ որ այս բոմժերին վռնդելու ենք, փողոցից եկած թափթփուկները երբ որ վռնդվելու են, կես միլիոն հայություն է ապրել Ադրբեջանի Հանրապետությունում, 150,000 Արցախում, այնպես որ երբ որ վռնդենք, դուք արդեն լսեցիք երկու նախագահներին եւ ինչ առաջարկներ արեցին, իմիջիայլոց շատ հետաքրքիր էր, որտեղ խաղաղության բան, հիմա արդեն հրապարակ բերեց երկրորդ նախագահը, որ այստեղ պիտի նաեւ անպայման իրենց դերակատարում ունենա Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները եւ Չինաստանը, այո, երբ որ մենք կվռնդենք թշնամական այս իշխանություններին վռնդելուց հետո կհաստատվի այդպիսի իշխանություն, դե Ալիև եմ ասել, դե դու կհամարձակվես դրա մասին կխոսես, բա կխոսես, բա չես խոսի, դու անգամ չես համարձակի դրա մասին երազել, որտեղ դու հետո հանկարծ համարձակվես երազել, քեզ կհիշեցնեն քո պապուն կհիշեցնեն հատկապես քո հորը ու քո դժբախտ ճակատագիրն ու կյանքը այն տարիներին, որ դու ապրել ես նախքին, քո հայրը ապրել է նախքին երկու նախագահների օրոք, դու էլ ապրել ես իշխել ես էլի երկու, նա առաջին եւ երկրորդ նախագահի, դու երկրորդ եւ երրորդ նախագահ, քեզ կհիշեցնեն դա եւ ոչ միայն կհիշեցնեն, այլ կհրապարակ կբերեն կես միլիոն հայությունը, որ ապրել է Արցախում, եւ այդ կես միլիոն հայությունը, այսպես ասած, բանի խոսքով ասած, քո այս համապատասխան տեղը կդնեն եւ քեզ կպարտավորեցնեն, որ դու վճարեցել ոնց ես ավիրում հիմա Արցախը եւ ինչ պայմաններում են ադրբեջանցիները դուրս եկել Հայաստանից եւ ինչ ցեղասպանությունից մազապուրց է հայությունը դուրս եկել Ադրբեջանից, որտեղ դու ցեղասպան ժողովուրդ ես։ Այնպես որ մի աբեկեք ասեք ժողովուրդ, լավ ես արել Գյումրիում ընտրել ես, տեր կանգնի քո Վարդան Ղուկասյանի կոնտրությանը, մասիսցիներ շատ լավ եք արել, դուք ընտրել եք Դավիթին Համբարձումյանին, դուք տեսնում եք, որ իրանք կանգնած են Նիկոլի Կոկորտին, Փարաքյարցիներ շատ լավ եք արել, որ դուք ընտրել եք այդ անձին, որ ցավոք սրտի այսպես սպանվեց, այո, եւ ես վստահ եմ, որ բացահայտվելու է թե ով է, եւ աղարշապացիներ շատ լավ եք անելու, որ դուք գնալու եք ընտրեք ոչ ԿՊԱ-կանի եւ իրենց պաշտպանողի գնալու եք ընտրեք ճիշտ ընտրություն հայի եք ընտրելու, որովհետեւ ի վերջո ազատագրումը գալու է, մենք չպիտի միայն վախեցնենք ու սարսափեցնենք եւ ասենք ձեզանից ոչինչ կախված չի։ Ուրեմն այսպես բոլոր փաստերը կան, այդ թվում ադրբեջանական աղբյուրներով, երբ որ 90-ականներին ադրբեջանցիները լքել են Հայաստանի տարածքը, նրանք բոլորը բնակարանի փոխհատուցում են ստացել եւ կան անձամբ ինձ մոտ բոլոր այդ տեսանյութերը, թե Մարաղայի, Կիրովաբադի, Սումգայիթի, թե ինչպես էին մորթում եւ այրում հայերին եւ այո համաձայն եմ գալու է օրը, երբ որ այլևս այս իշխանությունը չի լինի եւ այն ինչ որ հայտարարում է Ալիևը, որ ես գալու եմ եւ տեր եմ կանգնելու իմ պատմական հողերին, այո, այդ ժամանակ ինչպես Տիկին Թոմասյանը ասեց, Ալիևի վզիներ կդնեն եւ նրա Չէ, դրել են նկաղա, գիտեք, բանը Ադրբեջան քրչոտ մի հատ ինչ որ ժողովուրդը բանել դարձել է, պետք է գա մեզ իմիջայլոց ավելին ասեմ, ուրեմն քանի որ իրենք շատ ապրում էին նաեւ Մասիսի շրջանում, պաշտական գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ եւ փաստեր, որ ինչպես խաղաղ պայմաններում նրանք վաճառել են իրենց բնակարանները կամ փոխաբան են ստացել, փոխանակել են իրենց բնակարանները եւ ինչպես են իրենց ուղեկցել, հասցրել իրենց հայերը մեքենայով բոլորին շատերին տարել են։ Տիկին Զորաբյան, հիմա այդ ամբողջ հավաքված է նաեւ Լարիսա Ալավերդյանի մոտ եւ ոչ միայն կան Մասիսի շրջանում այդ ամբողջ արխիվը պահպանվում է, կան նախկին պաշտոնյաներ, որ ունեն անձնական արխիվներ, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կհավաքագրվի, ուրեմն շնորհակալական նամակներ
Մասիսի շրջանում ապրող ադրբեջանցիներից, ովքեր հասնելուց այնտեղ շնորհակալություն են հայտնել, որտեղ իրենց հասել է, թե ինչ են արել ադրբեջանցիները Բաքվում եւ Սումգայիթում հայերի հետ, շնորհակալական նամակներ են ասել, որ ինչ պայմաններում, ինչ հրաշալի խաղաղ պայմաններում են իրենց հասցրել Ադրբեջանը, այնպես որ մենք այսպիսի փայստեր ենք եւ պետք չի միայն վախեցնել, մեր վախը ներքին թշնամին է, մենք իրենցից պիտի ազատագրվենք եւ անպայման լինելու է։ Այո, եւ տեսեք, Գյումրիում մեր ժողովուրդը հաղթեց Տիկին Զոհրաբյան, այսինքն Վարդան Ղուկասյանը հաղթեց, բոլորը բարեբախտաբար միացավ ընդդիմությունը, կարողացանք։ Մասիս քաղաքում հաղթել է, բացի այդ դրանից առաջ է որ համապետական ընտրություններ են, գիտեք որ այդ Արարատի մարզում, հատկապես այդ հատվածում, նաեւ Դավիթ Համբարձումյանի շնորհիվ, ես քիչ առաջ ասեցի, որ այդ մարդը ինչ մեծ աշխատանք է տարել Դավիթ Համբարձումյան։ Արդեն հասնում էին Գորիս, անցնում էին Ստեփանակերտը, հասնում էին Գորիս, ինձ զանգում էին, ասում էին կարող եք զանգել Դավիթ Համբարձումյանին, արդեն Արցախում գաղթից օրերին, ժամերին իրան գիտեին, որ Դավիթը մի քաղաքապետն է, որը բոլորին տեղավորում է եւ բոլորի համար ստեղծում անգամ մի ընտանիք կար, որ 2 շաբաթ մեքենայի մեջ էր քնել, 6 երեխա ուներ։ Բայց միևնույն չէր գնում Մասիսից։ Այո, երբ որ Դավիթին զանգեցի, ասեցի Դավիթ ջան, արդեն ամաչում եմ, բայց այս ընտանիքին էլ պիտի տիրություն անենք, տարավ մի հատ գյուղում տեղավորեց եւ շատ արագ ժամերի ընթացքում այնտեղ կոյուղու խնդիր կար, բերեցին, փոխեցին, արեցին եւ բնականաբար Ուրեմն ես այս ընթացքում զանգ եմ ստացել Իտալիայից, Բելգիայից եւ Միացյալ Նահանգներից, հայերից 3 զանգ։ Ասում են, այսպես խոճապի մատնված բանի մեջ էին, ասում եմ, ինչ կա, ասում եմ, մենք այս տարիների ընթացքում վստահել ենք միայն այդ անձին, Դավիթ Համբարձումյանին, այսինքն անձամբ վստահել են եւ իրեն են այդ օգնությունը, որ ինքը գիտե, որ տեղ կհասնի, կոնկրետ կհասնի արցախցիներին։ Դե ինչի համար հիմա ինչ է ուզում ասել, եթե այստեղ եղավ, չէ, հիմա դուք պատկերացնում եք արտահերթ ընտրություններ կլինի համապետական, եթե բոլոր տեղերում հիմա առաջին հերթին կարևորագույն հարցը սիրելիներս հայրենակիցներ, դա բաղարշապատն է։ Ինքը տեսեք, թատրոն կխաղա, ԿՊԱ-կանի կձերբակալի, իբր թե ԿՊԱ-կան քաղաքապետի ես ինչ արդար ես դու Նիկոլ, ինչ եք ասում, բայց դրան զուգահեռ Մայր Հայաստանի առաջին 2 անդամների ցուցակով գլխավորը կարդում ես ծիծաղատել ակալի, այսինքն աբսուրդային ինչ որ բան ընդեղից է կողքից հարցակումը, պետք է գնալ, ինչ է ուզում ասել, եթե համապետական լինի եւ ամեն տեղ հաղթի, ժողովուրդը այդ ոգևորությունը տեսնի եւ դուրս գա, չի կարողանա, հո ինքը մի ամբողջ 3 միլիոնի չի կնդա կարելու կամ տանի բանտեր նետի։ Այսինքն պիտի հավատալ, որ կարողանալու ենք մենք։ Եվ գյումրեցիներ հանկարծ չհուսահատվեք, չհանձնվեք, ձեր քաղաքապետը շատ լուրջ գործ է արել, որովհետեւ ինքը ոչ միայն քաղաքի հարցն է, գյումրեցիների հարցը, ինքը համապետական հարցեր է բարձրացել, հայ ժողովրդի հարցերն է, ես Դավիթ Համբարձումյանի մասին խոսում եմ, բայց նաեւ պիտի շատ բարձր գնահատել Վարդան Ղուկասյանի անելիք, այդ մարդը կոնկրետ հայ ժողովրդին սպառնալիքների մասին է խոսել, որ թուրքերին բերում են, այո, էգզիստենցիալ հարցերի մասին է խոսել, որ ինչ է մեզ սպառնում։ Այնպես որ հուսահատվել պետք չի, մենք պետք է համակարգված, համախմբված, պետք է կարողանանք եւ 2 նախագահներն էլ խոսեցին, շատ կարեւոր հարցեր բարձրացրեցին եւ նաեւ տեր կանգնենք մեր սրբազաններին, տեր կանգնենք այսօր փակված ես սրբազանների փաստաբաններին Ես չգիտեմ, միգուցե իրենք թույլ չեն տալիս, որ դուք խոսեք իրենց հիվանդությունների մասին, դուք վստահաբար ինձնից ավելի լավ եք տեղյակ, միջազգային բոլոր կոնվենցիաներով Հայաստանի օրենսդրությամբ նրանց ունեցած հիվանդությունները անհամատեղելի են, կալանքը որպես խափանման միջոց։ Դուք տեսնում եք Բագրատ Սրբազանի վիճակը, պարզ չի, որ այս մարդը առողջական խնդիրներ ունի, հյուծված բան վիճակում չեք տեսնում, ինչ վիճակում է։ Եվ դա ես ասում եմ, ով ուզում է ասի, չասի, ես ասում եմ, եւ այդ մարդիկ չի պիտի լինեն կալանված, հատկապես նրա համար, որ ոչինչ չեն արել, միայն նրա համար, որ հայ են, արժանապատիվ հոգեվորականներ են, այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ